Ռուսական գրականության մեջ ստեղծվեց Անդրկովկաս հասկացությունը։ Երբ որ նրանք նվաճում էին, փաստորեն 19-րդ դարում ստեղծված դա տերմին է, նվաճում էին Կովկասյան լեռներից այն կողմ Անդին գտնվող տարածքը, Անդրկովկաս, Կովկասից այն կողմ, սա հասկացությունն է, որը մտավ նաև խորհրդային պատմագրության մեջ եւ բնականաբար նաև ռուսահայ եւ խորհրդահայ պատմագրության մեջ եւ մենք շատ հաճախ հենց օգտագործում ենք Անդրկովկասյան հանրապետություններ, որ 3 հանրապետություններից մեկն էլ մենք ենք։ Երբ որ խորհրդային միությունը փլուզվում էր, բնականաբար այս հարցը եւս բարձրացավ, որ մենք ինչի ենք մեզ կոչում ռուսների կողմից նայելով եւ այդ ժամանակ վերախմբագրվեց տերմինը այսր Կովկաս, այսինքն Կովկասից այս կողմ, փաստորեն փորձում էին նայել տարածքներին ոչ թե Մոսկվայից, այլ Երևանից։ Եվ վերջի շրջանում, հատկապես արևմտյան գրականության մեջ շատ ակտիվորեն շրջանառվում է նոր տերմին, որ քաղաքական գրականության մեջ եւ լրատվությամբ անընդհատ մենք լսում ենք, դա հարավային Կովկաս հասկացությունն է։ Պատմական արդարությունից ելնելով պիտի ասեմ, որ 3 տերմիններն սխալ են միանշանակ, որովհետև Կուր գետից հյուսիս բարձրանում է Կովկասյան լեռնազանգվածը, սակայն Կուր գետից հարավ եւ հարավ-արևմուտք դա հայկական լեռնաշխարհն է։ Մենք հայկական լեռնաշխարհ ենք, սակայն մեր շատ այսպես մեզանում ավանդույթի ուժով մենք շարունակում ենք վերջին 200 տարում արմատացած տերմինները եւ պարզապես հիմա արձանագրեմ, որ Անդրկովկասը ռուսական տեսանկյունից է, այս տարածաշրջանը Մեծ Կովկասի լեռներից մինչև սահմանագիծը, նախկին խորհրդային միության հարավային սահմանագիծը, Արաքս գետը փաստորեն, այսր Կովկասը մերոնց կողմից խմբագրման փորձ է, իսկ հարավային Կովկասը այսօր հատկապես ամերիկյան, եվրոպական գրականության մեջ շատ ակտիվորեն արծարծող մի տերմին է, որը կրկին վերաբերվում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այս 3 հանրապետություններին։